փոփոխությունները իրականացնում։ Շնորհակալություն Նիկոլ Փաշինյան, հետո Էդմոն Այստեղ Մարուկյան։ հնչեց, որ Սամվել Կարապետյանը տեղափոխվելու է Հայաստան, ես ուզում եմ ասել, կալուգացի Սամվել Կարապետյանը արդեն իսկ տեղափոխվել է Հայաստան եւ Հայաստանից բավական երկար ժամանակ չի հեռանալու, նա հիմա անցնում է փողերի լվացման մեղադրանքով եւ այդ թվում պատասխան է տալու մեր մանկապարտեզների, դպրոցների, զորամասերի վրա հոսանքի ավել փող գրելու եւ գրպանելու համար, այնպես որ դրան բավականին երկար ժամանակ հնարավորություն չի ունենա Հայաստանից ընդհանրապես հեռանալ, այստեղ հնչեց քաղբանտարկյալներ, Հայաստանում քաղբանտարկյալ չկա, ինձ համար տարօրինակ է, որ մարդկանց կյանքեր խլած անձը, այսինքն կոնկրետ մարդիկ անուն ազգանունով սպանվել են եւ հիմա կարող են նրանք այս ամբիոնից կոչվել քաղբանտարկյալ, կամ են մարդիկ, որոնք բռնության ակնհայտ կոչեր են անում, կարող են այս ամբիոնից կոչվել քաղբանտարկյալ, Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալ չկա եւ ընդհանրապես ես հակառակն ասեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արդեն իսկ հոգնել են այդ քաղբանտարկյալային սերիալներից եւ ի վերջո օրենքի գերակայությունը դիկտատուրայո, բայց իրավունքի եւ օրենքի գործում է եւ շարունակելու է գործում։ Էդմոն Մարուկյան։ Շնորհակալ եմ, քիչ առաջ Փաշինյանը ձերքի ինչ որ բաներ թերթում ու պատմում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետքա նստի, մոտս տպավորությունն է, որ դատավճիռը ձերքին, հա։ Մենք ուզում ենք Հայաստան, որտեղ կան դատարաններ, ոչ թե վարչապետի տեխնացուն, դատավճռով գալիս է եւ սկսում է կարդալ, թե ով ինչքան պետքա նստի այդ Հայաստանում։ Եվ ես ուզում եմ, պարոն Փաշինյան, դե հիմա բան եք այնտեղ կա կոնսպեկտն է դատավճիռի, ինչ իմանում։ Չեմ ուզում կարդալ ձեր։ Չէ, դուք իմ ձեռնարկը լավ գիտեք։ Շատ եք կարդացել։ Հասկացամ, դուք էլ իմը լավ գիտեք, ինչ եք դառնում։ Որովհետեւ չի կարելի Դուք մի գոռացեք, մենք ձեր տեղ եք խոսանք։ Պարոն, ինձ ընդհատեց տեխնացուն։ Տեխնացուն չի թողնում։ Պարոնայք, վերջ։ Գործադիր իշխանության ղեկավարը չի կարող դատավճիռներ արձակել որևէ մեկի նկատմամբ։ Հայաստանում կան քաղբանտարկել, Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է։ Մի արդարացան Փաշինյան, Մի կտրեք մտքի թելը։ Թողեք բան եմ ասում։ Տեսախցիկով խնդրում եմ ցույց տվեք։ Մենք ձեր կոնսպեկտի չեմ ուզում։ Խնդրում եմ տեսախցիկով ցույց տվեք։ Իմ իրավունքը չի։ Չէ։ Ցույց տակ ինչա։ Գևորգ Կարապետյան։ Մի րոպե, բայց ես Մնացածներն են ուզում խոսել։ Պետոս ին վեր րոպե 3 րոպե ավելացրեք։ Ես ուզում եմ ասել, որ Հայաստանում ոչ ոք չպետք է ունենա բացարձակ իշխանություն։ Բացարձակ իշխանություն չպետք է։ Մի րոպե։ Նա արդեն դատապարտյալ է եւ նրա Մարդը ով մարդասպանել չի կարող կոչվել դատապարտյալ անկախ նրանից Երեք ձեր ներկայում եղել եք իրադարձությունների Փաշինյան, մի վարքյան թող ավարտի դուք կարծեկանքները։ Վարուժան Ավետիսյանի դատական գործում չկա սպանության գործ եւ դուք ինքներդ ՊՊՑ գնդի կողքին եկել լուսաբանել եք քաղաքական դիվիդենդներ եք տարել եւ 2018 թվականին այո դիակներ են ես Վարուժան Ավետիսյանը ընդհանրապես աստածրել Պարոն Բաղդասարյան, դուք ձեր եք վարչացրել։ Չէ, մի վարքյան։ Պարոն Կարապետյան, մի վարքյան ներողություն, տեխնիկական բան պետք է պարզաբանենք։ Հարգելի պարոն Բաղդասարյան, դուք ձեռք եք բարձրացրել, մենք տեսել ենք։ Եվ դուք լսեցիք, որ այս խոսքը տվեցիք Գևորգ Կարապետյանին։ Թույլ չտանք մարդը ավարտի իր խոսքը։ Ներողություն իմ ասել է դրա մեջ չէ, իմ ասել եմ բազարնա որ հիմա գնում է։ Դուք գնահատական մի տվեք մյուսների մտքերին, պարոն Բաղդասարյան։ Խնդրեմ, Իմ իրավունքը։ Չեմ կարող այս երկրականն բազար լսել։ Թվականին, որ դուք հանցավոր ռեժիմի դեմ, այսպես ձեր բառերով ճակերտների մեջ հեղափոխություն էիք անում, արդյունքում ստացվեց, որ ռեժիմի դեմ պայքարածները 18-ից հետո հայտնվեցին բանտում, իսկ ռեժիմը հայտնվեց խորհրդարանում։ հայտնվել են մարդ սպանածները։ Դուք ինքներդ դիվիդենդներ եք տարել աշխատանքների ֆոնի վրա։ Բանտում հայտնվել են մարդ սպանածները։ Պարոն Կարապետյան, մենք անդադ պարոն Կարապետյան չենք գոռալու։ Պարզապես ձայնը կանջատենք։ Խնդրեմ։ Հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը պատրեց իր դիմակը առաջ գալով որպես մի մարդ, որը քաղաքական հետապնդման է ենթարկում իր ընդդիմախոսներին։ Այդ նույն պահվածքը, նույն ոճը ինքը ցուցաբերեց, երբ որ փողոցում հարձակվեց Օսիպյանի վրա հայտնի այդ դեպքը, երբ որ մարդը խոսում էր ընդամենը 2